Մարտի 1-ին մեր եկեղեցին կհիշատակի անառակ որդու մասին ավետարանական պատմությունը։ Օրվա խորհուրդը Ղուկասի ավետարանի 15-րդ գլխում ներկայացված անառակ որդու առակն է, գործած մեղքերի համար ապաշխարող, ներում հայցող եւ հոր գիրկը վերադարձող մարդու պատմությունը։ Մեկնիչներն անառակ որդուն համարում են անկյալ եւ մեղավոր մարդկության խորհրդանիշը։ Մարդն իր կյանքում կամա թե ակամա մեղքեր է գործում, բայց երանելի է այն մարդը, որն անառակ որդու օրինակով զղջում է գործած մեղքերի համար եւ Աստծուց ներում հայցում։ Դեպի Աստված դառնալու եւ կյանքը փոխելու գլխավոր երաշխիքը ապաշխարությունն է, որը հայ առաքելական եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է։ Ապաշխարությունը մարդու համար կյանքը նորոգելու հնարավորություն է, նոր սկիզբ, մեղքը մերժելու որոշում, աստվածային պատվիրաններով ապրելու ցանկություն, քարոզում են հոգևոր հայրերը։ Մեղավոր մարդը ճշմարիտ զղջումով եւ խոստովանությամբ թողություն է ստանում իր գործած մեղքերի եւ հանցանքների համար, թողնում է իր եսասեր կյանքը եւ ապրում Աստծո պատվիրանների համաձայն։ Անառակ որդուն գրկաբաց ընդունող հայրը խորհրդանշում է Աստծո անսահման սերը եւ ողորմածությունը, որը ամեն վայրկյան սրտատրոփ սպասում է իր զավակի վերադարձին։ Արտաքին փոփոխություններով մեր կյանքը չի նորոգվում։ Խաղաղություն եւ երջանկություն գտնելու համար պետք է ներքին փոփոխություն, մտքի եւ հոգու բուժում, մաքրություն, ասում են հոգևոր հայրերը։ Մեծ պահքը զղջման եւ ապաշխարության ճանապարհ է, իսկ այս կիրակին եւս մեկ առիթ անդրադառնալու սխալներին, մերժելու մեղքը, արժևորելու ճշմարիտը եւ պատրաստվելու դիմավորել Սուրբ Հարության տոնը։